Սիրելի աշակերտներ, մինչև առաջին շախմատային ժամացույց ստեղծելը աշխարհում պաշտոնական շախմատային չեմպիոնատ անցկացնել հնարավոր չէր, սակայն մշտապես եղել են ուժեղագույն խաղացողներ, ինչպիսիք են Ֆրանսուଆ Ֆիլիդորը, Պոլ Մորֆին և Ադոլֆ Անդերսոնը։ Այժմ նրանց անվանում են անթակագիր չեմպիոններ, քանի որ ինչպես նշեցինք, դեռևս աշխարհի չեմպիոնատներ տեղի չէին ունենում և նրանք չեն կրել պաշտոնական չեմպիոնի անունը, տիտղոսը կամ թագը։ Ֆրանսուଆ Անդրե Դանիկան Ֆիլիդոր, 18-րդ դարի ուժեղագույն շախմատիստ։ Մինչ այժմ մենք օգտագործում ենք նրա շախմատային տեսությունները և գաղափարները։ Նա զինվորին տվել էր հատուկ կարևորություն, անվանելով նրան շախմատի ոգի։ Ի դեպ, այս տարի սեպտեմբերին առիթ ունենք նշելու Ֆիլիդորի 300-ամյակը։ Ծնվել է Ֆրանսիայում, եղել է նաև մեծ երաժիշտ և կոմպոզիտոր։ Մինչ այժմ նրա կիսանդրին գտնվում է Փարիզի Գրանդ օպերայի բակում։ Եվս մեկ անգամ առիթ ունենք համոզվելու, որ երաժշտությունն ու շախմատն իրար հաջողությամբ լրացնում են, և մեկ և մյուս դեպքում համաչափ զարգանում են ուղեղի երկու կիսագնդերը։ Հիմա դիտարկենք Ֆիլիդորի խաղային դրվագներից մեկը։ Այստեղ նա խաղում է սևերով և տեսնելով մրցակցի արքայի անբարենպաստ դիրքը, տեսեք զինվորները նրան չեն ծածկում։ Այս առումով հաշուղաձիգը կարելի է համարել բաց, այստեղ չկա զինվոր։ Եվ նա զոհաբերում է իր նավակը, փոխում է այն ձիու հետ, որպեսզի ամբողջությամբ, խնդրեմ, սպիտակները ստիպված են ընդունել զոհաբերությունը, այժմ այո, գիծն ամբողջությամբ արքան գտնվում է բաց գծի ներքո, ավելի ստույգ։ Եվ շարունակում է գրոհը, նավակները, ինչպես գիտենք, սիրում են բաց գծեր, շախ, շախից հեռանալու տարբերակ չկա, ստիպված պետք է շախի ճանապարհը փակել, սա միակ ստիպողական քայլն է, վերցնում է ևս մեկ թեթև ֆիգուր, ի դեպ երկու թեթև ֆիգուրն ավելի ուժեղ են հիմնականում, քան մեկ նավակը։ Եվ այս քայլից հետո, բացի այդ, սպիտակների արքայի դիրքը հաջող չէ, այս քայլից հետո հակառակորդը հանձնվում է։ Նաև պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու 19-րդ դարի ամերիկացի հանճար Պոլ Մորֆիին, ով դեռևս երիտասարդ տարիքում ցնցել էր ամբողջ աշխարհը։ Մորֆին հաճախ խաղում էր զոհաբերություններով, որպեսզի արագ զարգացնի իր ֆիգուրները և հասնի առավելության։ Եվ մեկ դրվագ Մորֆիի շատ հայտնի խաղից։ Այստեղ նա խաղում է սպիտակներով։ Ուշադրություն դարձրեք, սևերն այստեղ մեկ թեթև ֆիգուր ունեն ավել։ Տեսեք, Մորֆին զոհաբերել է, այս B5 դաշտում զոհաբերեց ձի, սակայն նրա բոլոր ֆիգուրներն արդեն զարգացել են։ Նավակները մեկը մյուսին միացել են, շուտով մեկը կփոխարինի մյուսին։ Այո, Մորֆին դիմում էր զոհաբերությունների, որպեսզի զարգացնի իր ֆիգուրները։ Մինչդեռ նրա մրցակիցը, ուշադրություն դարձնենք, բոլոր ֆիգուրները պասիվ են։ Արքան կենտրոնում, նաև ձիերը գտնվում են կապի ներքո։ Եվ այստեղ սպիտակներով խաղացող Մորֆին առաջին հերթին զոհաբերում է նավակը, փոխում է ձիու հետ, մրցակիցն ընդունում է զոհաբերությունը, այլապես այստեղ բաց շախի սպառնալիքներ են ստեղծվում։ Եվ ինչպես ասացինք, մեկ նավակը փոխարինում է մյուսին։ Այժմ արդեն սևերի D7 նավակն է կապի տակ, այդ պատճառով համարձակ խաղում ենք նավակ D1, նորից ստեղծվեց ճնշում, և որպեսզի ձիուն ազատի կապի տակից, հակառակորդը թագուհիով քայլում է E6, ձին կապի տակ է։ Խնդրեմ, թագուհի E6-ից հետո ձին ազատվեց կապից, սակայն փոխանակում շախ, վերցրեցինք նավակը, շախ, կրկնակի հարված, ստիպված վերցնում է ձիով, և շատ գեղեցիկ օրինակ, հարկավոր է ձիուն այստեղից շեղել, մենք շեղում մարտավարական հնարքն անցել ենք, և դա կարելի է անել զոհաբերելով թագուհին, տեսեք որքան գեղեցիկ է խաղում, և սա 19-րդ դարում։ Թագուհի B8 շախ, փախչելու տարբերակ չկա, հարկավոր է վերցնել շախ տվող խաղաքարը, և ձին շեղվեց իր դիրքից և բացեց նավակի ճանապարհը։ Իր հերթին նավակը փղի հետ համագործակցելով քայլում է D8 և մատ։
Դիտենք եւս մեկ անգամ եւ գնահատենք այս գեղեցկությունը։ Վերցեցինք ձին, միացանք մյուս նավակով, սևերը կապից դուրս եկան, շախ, եւս մեկ շախ եւ մատ։ Այժմ դիտարկենք այս երկու հանճարեղ խաղացողների խաղային դրվագները վարժություն տետրերում։ Իդեպ նրանք ծնվել են, ինչպես նշեցինք, տարբեր ժամանակաշրջաններում եւ մեկը մյուսին իհարկե չեն հանդիպել։ Հետաքրքիր կլիներ նրանց խաղը դեմ առ դեմ։ Այսպիսով 1039 տրամագիր 1, այստեղ մորֆին խաղում է սպիտակներով, ինչ ենք տեսնում, նավակը եւ թագուհին թիրախավորել են ձիուն, պատրաստ են J7 դաշտից մատ հայտարարել սևերին։ Ձիուն պաշտպանում է թագուհին, եւ այստեղ մորֆին որոշել է թագուհուն հրապուրել, խաղալով փիղ B5, կապի տակ է վերցնում թագուհուն, այժմ թագուհին չի կարող հեռանալ, եւ պատրաստվում ենք, այո, թագուհուն հարվածել, շահել թագուհի։ Սևերը կարող են փղի ճանապարհը փակել, բայց այդ դեպքում մենք կվերցնենք զինվորով եւ կրկնակի հարվածով։ Հիշենք, որ թագուհին հեռու փախչել չի կարող, քանի որ սպառնում է մատ J7 դաշտից։ Նա պետք է այնպես դիմի փախուստի, որ շարունակի հսկել ձիուն։ Եվ այստեղ մենք գործ ունենք բաց հարձակման հետ։ Զինվորը այո չի կարող քայլել առաջ, բայց զինվորի ուժը հենց նրանում է, որ նա կարող է, եթե ճանապարհը փակ է, կարող է վերցնելով շարժվել առաջ։ C6-ը վերցնում է B7, բաց շախ, հետագայում նաև կվերցնենք նավակը, կփոխարկենք թագուհու։ Այստեղ սպիտակները հաղթում են։ Իդեպ այստեղ զինվորով վերցնելուց հետո սևերը պարտավոր չեն փախչել, կարող են հարվածել մեր զինվորին։ Այդ դեպքում մենք նորից թագուհուն առնում ենք կապի ներքո եւ հարվածի տակ։ Սպառնում ենք նրան հարվածել եւ թագուհին զոհաբերությունը ընդունելուն պես կդադարի հսկել իր ձիուն, որտեղից մենք կհայտարարենք մատ։ Սակայն մենք նշենք ինչ կլինի, եթե փիղ B5 քայլից հետո, երբ մենք հարձակվեցինք թագուհու վրա, սևերը ընդունեն զոհաբերությունը։ Ենթադրենք, թագուհին վերցնում է B5, թագուհին դադարեց հսկել J7 դաշտը եւ սպիտակները կարող են մեկ քայլից հայտարարել մատ։ Հիմա ինչ մարտավարական հնարքներ մենք կիրառեցինք։ Մենք ի սկզբանե կապեցինք թագուհուն եւ նրան կանչեցինք, հրապուրեցինք B5 դաշտ։ Խնդրեմ, եւ թագուհի B5-ից հետո հայտարարեցինք մատ։ Ուրեմն կապ եւ հրապուրում մարտավարական հնարքներ։ Երկրորդ տրամագրում խաղում ենք սևերով, ինչպես տեսնում ենք այստեղ E1 դաշտն ունի երկու պաշտպան, եւ մենք այդ պաշտպաններից մեկին կհեռացնենք, զոհաբերելով մեր թագուհին։ Թագուհին վերցնում է F1, նախ գրենք քայլ համար 1, դնենք բազմակետ, ցույց տալով, որ մենք սևերով ենք խաղում, եւ գրեցինք մեր առաջին քայլը, թագուհի G2-ը վերցրեց F1։ Սպառնում ենք հարվածել, նավակը չի կարող հեռանալ, անմիջապես կհայտարարենք մատ։ Սպիտակները պետք է վերցնեն, ընդունեն զոհաբերությունը, ուրեմն երկրորդ քայլով նավակը վերցրեց F1, եւ այժմ նավակը մնաց միայնակ, մինչդեռ մեր նավակն ու զինվորը այստեղ երկու խաղաքարերով գրոհել են E1 դաշտը։ Նավակ E8-ը E1 շախ, շախից ազատվելու համար ստիպված պետք է վերցնի նավակը, նավակը վերցնում է E1, եւ մենք հարվածելով նավակին փոխարկվում ենք այստեղ թագուհու։ Շախ եւ մատ։ D2-ը վերցնում է E1, հավասար է թագուհի մատ։ Իդեպ այստեղ այո, հնարավոր էր փոխարկվել նաեւ նույնիսկ նավակի, սա նույնպես կլիներ մատային դիրք։ Այդ դեպքում կգրեինք D2-ը վերցնում է E1, հավասար է նավակ N մեծատար եւ մատ։ Ինչ հնարք կիրառեցինք այստեղ։ Մենք զոհաբերեցինք օրինակ թագուհին։ Շարունակում ենք 1040 տրամագիր 1, այստեղ արդեն Ֆիլիդորի խաղային դրվագներից են, խաղում ենք սպիտակներով։ Եվ ինչպես տեսնում ենք, սև արքայի տիրույթներում կան թույլ դաշտեր։ Եվ թագուհին թիրախավորել է այդ թույլ դաշտերից մեկը։ Հիմա ինչպես թագուհին կարող է մատ հայտարարել J7-ից։ Նրան հարկավոր է աջակցություն։ Օրինակ, եթե փիղը լիներ F6-ում,
կամ զինվորը լինել F6 դաշտում, որտեղից նա կպաշտպաներ իր թագուհուն։ Եվ զինվորին մենք կարող ենք տեղադրել F6-ում, եթե այստեղ լինի մրցակցի խաղաքար, որին կարելի է վերցնել։ Մրցակցին կարելի է հրավիրել F6 դաշտ, ինչպես խաղալով G-F6։ G-F6 շախ։ Շախի հետ միասին մենք նաև հարձակվեցինք H7 դաշտին։ Հիմա եթե մրցակիցը շախից հեռացավ, մեկ քայլից կհայտարարենք մատ։ Ձի և թագուհին միասին։ Այս առումով սևերը ստիպված պետք է հարվածեն շախ տվող խաղաքարին։ Ձին վերցնում է F6 և ինչպես տեսանք զինվորը արդեն կարող է շարժվել առաջ։ G5-ը վերցնում է F6, այժմ զինվորը պաշտպանում է G7 դաշտը, որտեղից մեկ քայլ հետո մատ կհայտարարի մեր թագուհին, և այս մատից արդեն փրկություն չկա։ G7 դաշտը սևերը հսկել չեն կարող։ Եվ տրամագիր 2-ում մեզ հուշում են, որ կարող ենք շահել մրցակցի թագուհին, սևերի թագուհին։ Նախ տեսնենք, որ սպիտակներն այստեղ ունեն ընդամենը 3 ֆիգուր, մինչդեռ մրցակիցն ունի 4։ Սպիտակներն իրենց սպիտակադաշտ փիղը զոհաբերել են, սակայն ստացել են արագ զարգացում։ Տեսեք, ձին թույլ չի տալիս, որ սև արքան կատարի փոխատեղում, նաև թիրախավորել է բազմիցս դաշտեր մրցակցի տիրույթներում։ Ձին այստեղ շատ ուժեղ է։ Բացի այդ, մենք ստացել ենք շախ, և սա այն դեպքն է, երբ շախից պետք չէ փախչել։ Մենք ունենք շախը փակելու բազմաթիվ հնարքներ։ Եվ այդ հնարքներից մեկը փիղ D2-ն է։ Այս դեպքում, սակայն, մենք և փակում ենք շախի ճանապարհը և հարձակվում մրցակցի վրա։ Սա տեմպային քայլ էր։ Փիղ D2-ով մենք ոչ միայն փակեցինք ճանապարհը շախի, այլ նաև հարձակվեցինք։ Հիմա որ կարող է փախչել թագուհին։ 5-րդ հորիզոնականն ամբողջությամբ փակ է, E1 A5 անկյունագիծը հարվածի տակ, թագուհին կարող է փախչել A6, սակայն այստեղ նրան, ինչպես նշեցինք, մեր ակտիվ ձին սպասում է շախով և կրկնակի հարվածով, և այսպես մենք կշահենք թագուհի։ Իսկ ինչ եթե սևերը նկատեն այս սպառնալիքը և թագուհով նահանջեն B6։ Իհարկե ոչ C7 D8, քանի որ ձին հսկում է այս դաշտերը։ Թագուհի B6։ Այս դեպքում մենք շարունակում ենք ճնշումը թագուհու վրա, A4 A5, և նորից մենք ուզում ենք շահել մրցակցի թագուհին։ Թագուհին կարող է փախչել այլևս B5, քանի որ զինվորը չի հսկում B5 դաշտը, բայց այս դեպքում նորից նրան սպասում է ձին, կրկնակի հարվածով և շախով։ Թագուհին կարող է վերցնել մեր զինվորը, նաև հարձակվելով մեր ի դեպ նավակի վրա։ Այս դեպքում նրան կարող ենք բռնել փղով։ Փիղ C3, մենք ռենտգենով այլ խաղաքարի միջով պաշտպանեցինք մեր նավակին։ Այժմ եթե սևերը վերցնեն նավակ, մենք կվերցնենք թագուհի։ Եվ պարզվում է, որ փիղ C3 քայլից հետո թագուհին հայտնվեց ծուղակում։ Նորից B5 չի կարող նահանջել, այստեղ նրան սպասում է ձին, և մնացած բոլոր դաշտերը փակ են։ Այստեղ խաղում սևերն ընտրել են ի վերջո խաղալ թագուհի A6, ոչ թե վերցնել նավակը, այլ թագուհի A6 և թագուհին փոխել այս շատ վտանգավոր ձիու հետ, որը նրանց հանգիստ կյանք չէր թողում։ Ձի C7 շախ, և հաջորդ քայլով մենք կշահենք թագուհի։ Այսօր այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։